Ես նաև ուզում եմ հիշեցնել ձեր համակիրների դժգոհությունը հատկապես հենց մեկը երեկվա դեպքի հետ կապված, նրանք էլ ասում են հավը պաշտոնյանը զսպվածություն, բայց սեռական բնույթի հայցան կա, մի օր դա էլ այդ տրամաբանության մեջ, որ մենք միասին պետք է այդ վերափոխումը անցնենք, այո, մեր թիմակիցների շրջանում էլ կար, թե ասում են ինչ է ներողություն խնդրել եւ գիտեք հարցը որն էր այդ շրջանակում մեկը դրանք ներողը չեն ինչ եք ներողություն խնդրում բայց ներողությունը իրենց համար չի ներողությունը հանրության մեջ հստակ մեսիջներ եւ քաղաքական գործ չի այսպես ասած առաքինությունը ցույց տալու համար է եւ օրինակ ծառայելու համար է եւ երբ որ քաղաքական գործիչը տվյալ դեպքում վարչապետը տեսել է խնդիր դա ցույց է տալիս, թե ինչ որակ ենք մենք փորձում հաղորդել քաղաքական դաշտին։ Ներողություն խնդրելը հայկական հասարակության մեջ հեշտ բան չէ։ Մի անգլիացի գեներալ կար, որը ներգրաված էր մերձար արևելքում, մի քիչ իմ մասնագիտությունից հիշեմ, ասում էր փողզիջման գնալը արևելքում պարտություն է։ Փողզիջման գնալը արևմուտքում հաղթանակ է։ Հիմա ներողություն խնդրելը արևելքում խնդիր է եւ թուլության նշան է։ Արևմուտքում ներողություն խնդրելը առաքինություն է եւ ուժեղ լինելու նշան է։ Էս է ուժեղ լինելը։